Արմեն Խոստիկյանը սիրել է գրիմի ժամանակ, երբ որ պարապ է մնացել, Կազբեկ ծխախոտի վրա նկարներ է նկարել եւ այստեղ փաստորեն նկարել է ինքն իրեն։ Վարամ Փափազյանից ինչ-որ բան, Գուար Գասպարյանից մեր սիրելի, Գևորգ Էմինից Հայ մեծանուն վարպետների հոգու հետքերը մի թղթապանակում։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր Հրաչյա Դանիելյանի հետաքրքրությունը հայտնի դեմքերի ձեռագրերի, անձնական նամակների նկատմամբ ոչ թե նախասիրություն, այլ առաքելություն է։ Որոշեցի հավաքել ձեռագրեր, որովհետև ձեռագրերի մեջ նաև շունչը կա։ Ձեռագրի հեղինակը հաստատ կպել է այդ թղթին, իսկ ես էներգիաներին շատ հավատում եմ։ Ոչ թե կպել է այդ թղթին, նաև էմոցիա է փոխանցել այդ թղթին։ Լավ էմոցիա, վատ էմոցիա, օրինակ ձեռագրերի մեջ սիրային բավականին դաժան եւ տխուր նամակներ կա, որը որ ճիշտ է, այդ մարդիկ 40-50 տարի առաջ մահացել են, բայց ջենտլմենական կոնֆիդենցիալությունը պահպանելով ես այդ ամեն ինչը չեմ հրապարակում։ Օրինակ Հովհաննես Շիրազից ունեմ մի բանաստեղծություն, որը որ ինքը գրել է, վերջում ջղայնացել է, գրել է պատրել։ Սեղանին խնամքով դասավորված նմուշները տարիների աշխատանքի արդյունք է։ Շիրազ, Թումանյան, Սևակ անվանի հեղինակներից բացի հայտնի երաժիշտների ու դերասանների ձեռագրերի բնօրինակներ են ներառված հավաքածուի մեջ։ Այս ձեռագիրը ինձ նվիրել է վաստակավոր գործիչ, շատ իմ կողմից սիրված, հարգված մարդ Սերգեյ Աղաքելյանը, ով որ Կարպ Խաչվանքյանի ընկերն է եղել։ Այստեղ Կարպ Նիկիտիչը ստորագրել է պարապել այս թղթի վրա, քանի որ ինքը հայերեն գրել չի մասի, եկել է Հայաստան, պատմություններ են այս ամենը, էլի։ Հրաչյան մեծ պատասխանատվությամբ է պահպանում արվեստի այս գործերը, ասում է հայ հանճարների ձեռքերի ջերմությունն է զգում, երբ շոշափում է դրանք։ Ոչ թուրքական, ոչ պարսկական, հայ հայկականն եմ ուզում, ոչ տարագիր, ոչ գաղթական, հայազգիր տանն եմ ուզում, մեր դարավոր ազնիվ հային արդար դատաստան եմ ուզում, հոգնել եմ ես հայոց հարցից, հայոց պատասխան եմ ուզում։ Գևորգ Էմին Եվ չհնացող ու ցավոք ակտուալ հարց։ Ամեն ձեռագիր նմուշ ձեռք բերելուց հետո ուսումնասիրում, վերլուծություններ է անում։ Նույնիսկ այնքան է ուսումնասիրել ձեռագրերը, որ հասկացել է այդ տողերը գրելիս հեղինակը հոգեհուզական ինչ վիճակում է գտնվել։ Կան հեղինակներ, որ այս հավաքածուների միջոցով դուք բացահայտել եք իրենց։ Նայիրի Զարյանն եմ բացահայտել, օրինակ, շատ հետաքրքիր է գրում ինքը, այդտեղ հեսա միջալոց իր էջին ենք հասել։ Չարենցի հետ կապված պատմությունները, այդ որ մենք գիտենք, մեզ միշտ հետ է մղել իր, չէ, արվեստից, բայց քանի որ ձեռագրերը հասան իմ մոտ, ես արդեն կարդացի եւ բավականին հետաքրքիր հեղինակ է։ Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ հավաքածուում մեծերը խոսում են ոչ միայն գրականությունից, արվեստից, այլև կենցաղային հոգսերից, կարոտից։ Ում ձեռագիրն է, որ շատ գեղեցիկ է եւ ումն է, որ ընթեռնելի չէ։ Արտակարգ հարց է։ Իմիջիալոց հետ հասանք իր ձեռագրին։ Ես պիտի այսպես հանեմ եւ ցույց տամ։ Բացառիկ է։ Մարտիրոս Սարյանն է։ Մանր, բայց ակադեմիական գեղեցկությամբ։ Շատ ժամանակ ձեռագրերն այնքան անընթեռնելի են լինում, որ Հրաչյան դիմում է օրինակ արհեստական բանականության օգնությանը։ Լինում է, որ ֆոտո եմ անում, գցում ChatGPT կամ տալիս եմ իմ դեղատանը աշխատող ընկերոջ, ասում խնդրում կարդա, քանի որ դուք շատ դժվար ձեռագրեր եք կարողանում կարդալ։ Հավաքորդը երազում է Կոմիտաս վարդապետից որևէ ձեռագիր ունենալ։ Ձեռագիրը պահպանում է հեղինակի ձեռքի դողը, վստահությունը, շնչառությունը։ Սա յուրատեսակ ֆիզիկական հաղորդակցություն է անցյալի հետ։ Ուրեմն սա կոլեկցիայի ընդամենը 10%-ն է, ինչ որ դուք տեսնում եք։ Իմ նպատակն ու ցանկությունն է բացել պետական թանգարան եւ այս ամեն ինչը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե կան մարդիկ, ովքեր ունեն ձեռագրեր, ովքեր ունեն ցանկություն, այդ ձեռագրերը ով կուզի վաճառի, ով կուզի նվիրի փոխանակի, խնդրում եմ կապնվել ինձ հետ եւ մենք այդ ամեն ինչը կքննարկենք եւ միասին կհարստացնենք այս ամենը, որը կդառնա հետո Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Հրաչյայի աշխատասենյակում բացի ձեռագրերից կարելի է հանդիպել նաև նկարների հավաքածուի։ Սերգեյ Փարաջանովն է, Մինասն Ավետիսյան, Մարտիրոս Սարյանն է, Մինաս Ավետիսյան, բայց վաղված արվեստանոցից ձեռք բերված։ Ստեղ էլ էլի մեր բանաստեղծ Հովհաննես Թումանյան,
Սասունցի Դավիթից հատված, սա ընդհանրապես մեկ մասն է, ընդհանուր կոլեկցիան այստեղ ցուցադրելը մի քիչ վտանգավոր է։ Այսօր, երբ աշխարհը շտապում է դեպի թվայնացում, նման հավաքածուներն ապագայում դառնալու են մեր ինքնության, հիշողության լուռ վկաները։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։